Այսօր պատմեմ մի հատ պատմության մասին, երբ որ ներդրողները 700 անգամ, 715 անգամ գումարները բազմապատկել են։ Մի ներդրում էր, ուրեմն Revolut-ը իհարկե շատ մեծ կամպանիա է դարձել ֆինանսական, բայց հիմնադրվեց 2016-ին եւ նաեւ, որը շատ կարևոր է, այստեղ հնարավորություն տրվեց նորմալ մարդկանց, այսինքն ոչ նաեւ բացի մեծ ֆոնդերից, մեծ ներդրողներից հնարավորություն տրվեց մասնակցել Revolut-ի մեջ որպես ներդրող։ Հիմա անցել են 9 տարի մոտավորապես եւ այդ կազմակերպությունը մոտավորապես 75 միլիարդանոց ընկերություն է դարձել եւ ըստ դրա մարդիկ բոլոր բաներից հետո այլ ներդրողներից միացած եւ այլն աշխատել են 715 անգամ բազմապատկվել է իրենց գումարը։ Բոլոր այն կազմակերպությունները, որ մենք ունենք, մասնավորապես տեխնոլոգիական, եղել են ինչ-որ բայի ստարտափ, եղել են ինչ-որ բայի նորաստեղծ կազմակերպություններ իրենց բոլոր ռիսկերով, բայց տարբերությունը Revolut-ի այն է եղել, որ այդ պարագայում այդ ժամանակ եզակի տես մի հատ հնարավորություն ա դրվել, որ մարդիկ կարողանան մասնակցեն այդպիսի մի կազմակերպություն։ Հիմա ժամանակները ինչ-որ չափով փոխվել են, բայց եթե ուզում եք եւս դիտարկել sense հնարավորություններ, մասնակցել ապագա մեծ կազմակերպություններում, դա շատ լավ հնարավորություն է տարբեր պատճառներից ելնելով, ու այդ հնարավորությունը այսօր կա մասնակցել վաղվա այսպիսի հաջողության պատմությունների։ Իհարկե կարող ասեք, բա Revolut-ը ինչ կապ ունի հայկական ստարտափների հետ, ունենք նաև հայկական ստարտափների իհարկե ServiceTitan-ը, PixArt-ը, CodeSignal-ը, Superannotate, Crisp եւ այլն, որտեղ եւս այս պատմություններ են, որտեղ մարդիկ, որոնք մասնակցել են 5-10 տարի առաջ, բայց ավելի խոշոր ներդրումներով, ֆոնդերով, մեծ գումարներով եւս մոտարապես գուցե ոչ այդքան մեծ գումարներ են վաստակել, բայց 100 անգամից ավել որոշ դեպքերում բազմապատկվել է գումարը։ Հիմա այդ ամենը նաեւ հնարավոր է այսօր անել եւ Revolut-ի պատմությունը հենց այն պատմությունն է, որ եզակի դեպք ա եղել ամբողջ պատմության մեջ, որ մարդիկ կարողացել են այսքան գումար վաստակել այս տարիների ընթացքում, այսինքն պատմականորեն ամենա եկամտաբեր ստարտափային ներդրումներից ա եղել բոլոր առումներով։